Լրատվական հերթական թողարկմամբ շարունակում է աշխատանքը եթերում։ Բարև ձեզ։ Նախաբառոտ ներկայացվելիք թեմաներից մի քանիսի մասին։ Այսպես այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաև երեք երկրների արտգործնախարարները։ Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահների միջև 2010 թվականի առաջին շփումն է և 4-րդը նման ձևաչափով Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդական հետևողական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի Սոչիի կեցավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվել է ոչ ֆորմալ միջավայրում։ Երեք նախագահները միասին ճաշել են։ Սոչիում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլակովի, Բեռնար Ֆասիեի և Ռոբերտ Բրատկեի հետ։ Այսօր ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը կվերադառնա Երևան։ Արկադի Գրիգորյան, Արմենիա հեռուստաընկերություն։ Արտգործնախարարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել կարճատև հայտարարությամբ, որում ներկայացրել է բանակցությունների ընթացքը։ Азербайджана и Армения, на ней был продолжен начатый в прошлом еще году разговор, в таком формате разговор, который подкрепляет усилия сопредседателей Минской группы ОБСЕ, России, Соединенных Штатов и Франции по поиску мирного регулирования, которое было бы приемлемо всем заинтересованным сторонам. Разговор был полезный, рассматривались те конкретные предложения, которые представили сопредседатели. Есть общее понимание, все это подтвердили по преамбуле этого документа. И всеми было признано полезно, что такой документ существует, потому что он дает возможность вести разговор не абстрактно, а в привязке к конкретным формулировкам. И сегодня главным результатом стала договоренность о том, что хотя есть какие-то части документа, которые пока не являются предметом согласия сторон, по этим частям стороны подготовят свои конкретные идеи, свои конкретные формулировки, которые будут на этот текст нанесены. Мы уверены, что это поможет сопредседателям в их дальнейшей работе. Так что в целом разговор был откровенный, безусловно полезный, и президент договорился его продолжить. А что прямо записано, не скажете? Документ является предметом переговоров между странами. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման փաստաթղթի նախաբանում, որի համաձայնեցված լինելու մասին այսօր Սոչիում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ֆիքսված է բանակցությունների հետագա փուլերում ԼՂՀ մասնակցության հրամայականը։ Այս մասին հայտնի է դարձել բանակցային գործընթացին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից։ Ըստ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության աղբյուրը հայտնել է, որ քննարկված նախաբանում ամրագրված է նաև հակամարտության կարգավորման գործում ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին լիագումար նիստում այսօր ԵԽԽՎ նախագահ է ընտրվել թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Նա փոխարինելու է Լուիս Մարիա Դոպյուչին, ում լիազորությունների ժամկետը ավարտվել է։ Նշենք, որ Չավուշօղլուն միակ թեկնածուն է եղել։ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահը ընտրվում է 2 տարի ժամկետով։ Խորհրդարանական վեաժողովում հայկական պատվիրակությունը պահպանում էր իրավունքը մասնակցել լիագումար նիստին և քվեարկել մինչև ընթացակարգային հանձնաժողովը կքննարկի պատվիրակության փոփոխված կազմի լիազորությունների հաստատման հարցը։ Նշենք, որ համապատասխան հանձնաժողովը Հայաստանի հարցը կքննարկի հինգշաբթի հունվարի 28-ին։ Այդ մասին Պանորամա.am-ին տեղեկացրել է խորհրդարանական վեաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Նա նաև ասել է, որ ընթացակարգն է այդպիսին։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը չի հաստատել Հայաստանի փոփոխված կազմով պատվիրակության լիազորությունները
լիազորությունները։ Լիազորությունների քննարկման ընթացքում խորհրդարանականները Հայաստանի պատվիրակության վերաբերյալ հայտարարել են, որ Հայաստանի խորհրդարանը մեքենայությունների է դիմել պատվիրակությունը ձևավորելիս։ Մի քանի լուր արտերկրից Boeing 737-ը 85 ուղևորներով ընկել է միջերկրական ծովը։ Ինքնաթիռի վթարի վայրում, որն աղետի է ենթարկվել Բեյրութից 20 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում, որոնողական ջոկատներին հաջողվել է հայտնաբերել 2 մարդու դիակ։ Եթովպիական նավը, ինքնաթիռը, աղետի է ենթարկվել կայծակի հարվածի պատճառով։ Այս մասին հայտարարել են Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի կարգավարական ծառայության աղբյուրները։ Ըստ ճշտված տվյալների, Boeing 737-ում գտնվող 85 ուղևորներից 52-ը եղել են լիբանանցիներ, 9 օտարերկրացի ուղևորներից մեկն ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Ինքնաթիռը Բեյրութից ուղղություն էր վերցրել դեպի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա։ Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Լիբանանի ափից 3.5 կիլոմետր հեռավորության վրա Նաամե գյուղի մերձակայքում, Բեյրութից 20 կիլոմետր դեպի հարավ։ Ուկրաինայում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Չերնովցի-Կիև մարդատար գնացքում, ինչի հետևանքով կան տուժածներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի ունեցել այն բանից հետո, երբ գնացքը մեկնել է Չերնովցի կայարանից։ Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների վարչությունից, ուղևորներից ոմանք ստացել են լուրջ այրվածքներ և գտնվում են ծանր վիճակում, կան նաև զոհեր։ Ըստ վարկածի վագոններից մեկում պայթել է ուղևորներից մեկի մոտ գտնվող գազի բալոնը։ Չինաստանում նոր սկանդալ է բռնկվել խանութի վաճառասեղաններին թունավորված կաթի հայտնվելու պատճառով։ Վնասակար կաթնամթերքը հայտնաբերվել է Գույջու նահանգի խանութներում։ Անցկացված ստուգումների արդյունքում կաթնամթերքի մեջ հայտնաբերվել է արգելված մելամին հավելանյութը, որն օգտագործելու դեպքում առաջանում են երիկամների ուժեղ բորբոքում։ Սա Չինաստանում մելամինի պատճառով բռնկված առաջին սկանդալը չէ։ 2008 թվականին Չինաստանում մելամինիստ ուժեր էր ավելի քան 300,000 երեխա, ևս 6 երեխա մահացել էին թունավորումից։ Այդ ժամանակ անորակ կաթնամթերքը հանվել էր վաճառքից։ Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։ Թբիլիսի Գուդուշուարի անվան հիվանդանոցում AH1N1 գրիպից 18-ամյա աղջիկ է մահացել։ Ինչպես հայտնել են բժիշկները, մահվան պատճառը դարձել աղջկա մոտ ուղեղի կաթվածով պայմանավորված բարդացումը։ Ընդամենը Վրաստանում AH1N1 վիրուսից 26 մարդ է մահացել։ Մահվան պատճառը հիմնականում որակյալ բուժօգնություն ստանալու համար ուշ դիմելն է և քրոնիկական հիվանդությունների հետ կապված բարդացումները։ Հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած 7 մագնիտուդ ավերիչ երկրաշարժը հավասար կերպով վատ է անդրադարձել երկրի բնակչության թե աղքատ և թե հարուստ խավերի վրա։ Հայիթիի ամենահարուստ գործարարներից մեկը, ով վերահսկում է երկիր ներմուծվող վարելանյութի 70%-ի շուկան, նույնպես մեծ խնդրի առջև է կանգնել։ Երկրի հարուստ թաղամասերից մեկում գտնվող նրա առանձնատունը ավիրվել է։ Նրա խոսքերով երկրաշարժը տարբերակում չի դրել հարուստ և աղքատ մարդկանց միջև։ Այսօր գործարարը իր մյուս առանձնատան դռները բացել է այն աղքատ հայիցիների առջև, ովքեր անտուն են մնացել, տրամադրելով նրանց ժամանակավոր ապաստարան։ Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրի հարուստ վերնախավը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկիրն աղետի հետևանքներից վերականգնելու և ստեղծված ճգնաժամից դուրս բերելու հարցում։ Այսօր Հայիթիի կառավարությունը հայտարարել է Պորտո-Պրենսի տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին։ Երկրի իշխանությունները կոչ են արել նաև շուրջ 600,000 անտուն մնացած հայիցիների բնակվելու ավելի բարենպաստ պայմաններով տարածքներ փնտրել, այդպիսով փորձելով մաքրել մայրաքաղաքի փողոցները և հրապարակները մարդկանցից։ Շուրջ 200,000 մարդ արդեն ապաստարան է գտել հարազատների մոտ և մայրաքաղաքից ոչ հեռու գյուղական հատվածներում։ Մինչ այդ մարդկանց շրջանում թվում է, թե ավելի համակարգված կերպով է սկսել կազմակերպվել սննդամթերքի և խմելու ջրի բաշխման գործընթացը։ Միջազգային տարբեր կառույցների մասնագետներ մայրաքաղաքի հարակից հատվածներում բազմաթիվ տարածքներ են ուսումնասիրում, որպեսզի այնտեղ կարողանան վրանապատ, այսպես կոչված ժամանակավոր քաղաքներ կազմակերպել, սակայն այս գործընթացը իր հերթին շաբաթներ կխլի։ Համաշխարհային սննդի ծրագիրը